Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը դերասան Թելման Առաքելյանն է։ Բարև ձեզ Թելման։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերով։ Սիրով մեծ հաճույքով։ Զրույցը ուզում եմ սկսել ձեր գործունեության սկզբից եւ այն տարիներից, երբ հասկացաք, որ պետք է դուք լինեք թատրոնում եւ լինեք դերասան։ Սովորաբար լինում է, երբ փոքր են լինում երեխաները, մանկուց դեռ իրենց մեջ նկատվում է այդ շնորհը։ Ձեր դեպքում ինչպես է եղել։ Մանկուց ինձ չի թվում մանկուց նկատվել է, որովհետև ինչքան ասում են փոքր ժամանակ շատ դանդաղ երեխա եմ եղել, դանդաղ ընդհանրապես ակտիվ չեմ եղել ու արվեստի մեջ սկսել եմ մտնել դեռ բալետում, երբ որ 3-4 դասանում ես չէի հասկանում ինձ ուր են տանում, ինձ ուղղակի մաման պապան վերցրեցին ու տարան պարարվեստի ուսումնարան։ Հետո այնտեղ ավարտելուց հետո աշխատեցի օպերայում, օպերան ավարտեց, գնացի բանակ, վերադարձա ու արդեն հարց էր առաջացել ընդունվեմ թատերական ինստիտուտ, որ բաժինը, բայց պարարվեստ ու ռեժիսուրա բաժին էլ ուներ թատերական ինստիտուտը, բայց որոշեցի, որ 10 տարի լինելով օպերայում ավելի լավ է փորձեմ ուրիշ մասնագիտության մեջ ինձ, գնացինք Վիվիենի մոտ դերասանուհի ու Վիվիենը ինձ ասեց, արի փորձեցինք ու ստացվեց։ Ստացվեց։ Տեսեք, փորձը ցույց է տվել, որ այն տարիներին մեր ծնողները ավելի շատ խուսափում էին թատերական ինստիտուտից, դերասանական ոլորտից, չենք կարող համեմատել մեր օրերի հետ, հա, մենք որպես ծնողներ ինչպես ենք, հետաքրքիր է, որ ձեր դեպքում հակառակն է եղել եւ հենց ծնողներն են ուղղորդել ձեզ արվեստի գիծը։ Ու բալետ։ Բալետ։ Այդ ժամանակ բալետ, այդ հիմա թողներ են ինձ իմ ընկերները, բայց այդ ժամանակ երևի 2000-ականներ, հա, բալետ, այսինքն տրիկո հագնել եւ այլն, քաղաք, կենտրոն, բան, օպերա, ինչ-որ։ Ես չգիտեմ ինչ են մտածել իմ ընտանիքի անդամները, բայց շատ շնորհակալ եմ իրանցից ու ընդհանրապես եթե ես ձեզ պատմեմ ով է իմ պապիկը եղել, ընդհանրապես անհասկանալի է այդ որոշումը եւ հիմա ինքը վերևից այդ ժամանակ նայելա ու ասել այ Պապիկը ոնց հասկացա արվեստի հետ։ Պապիկը ուրիշ աշխարհի մարդ է եղել։ Եվ թորնիկը չգիտեմ։ Միգուցե ծնողները հենց դա էլ մտածում էին, որ երեխային ուղղորդեն այլ ասպարեզ, որ պապիկի գեներով չգիտեմ։ Անկեղծ չեմ հարցրել, խոսք եմ տալիս, այսօր որ գնամ տուն կհարցնեմ, ձեզ կզանգեմ, կպատմեմ, բայց չեմ հարցրել։ Թելման, ընդունվեցիք թատերական ինստիտուտ, ընտրեցիք այս մասնագիտությունը, որը այսօր բավականին բարդ է, երբ իրապես տիրապետում ես, թե ինչ է իրենից ներկայացնում թատրոնը, դերասանությունը եւ առհասարակ այդ արվեստը։ Սակայն այսօր շատ մարդիկ հայտնվում են այդ տեղում, հեռուստաէկրաններին եւ տալիս են դերասանի անունը ու ներկայանում են որպես դերասան, չունենալով ոչ կրթություն, ոչ անգամ մոտ ինչ-որ մի բան այդ արվեստին։ Դուք որպես այդ ամենի միջով անցած, ձեր ժամանակը նվիրած թատրոնին եւ իրապես դերասան, ինչպես եք վերաբերում այդ հանգամանքին։ Ես անկեղծ ասեմ, ինձ ընդհանրապես չի խանգարում այդ ամեն ինչը։ Լուրջ, օրինակ ձեր դուրը չի գալիս, որ ինչ-որ մեկը դերասանությամբ զբաղվում ու մասնագիտությամբ դերասան չի։ Հիմա, եթե ձեզ դուր չի գալիս, փոխեք ուղղակի ալիք։ Ես չունեմ որևէ վերաբերմունք, բայց ես շատ եմ լսում վաստակավոր արտիստների, ովքեր օրինակ նեղվում են, որ իրենք չեն կարողանում զբաղեցնել այնտեղ ինչին որ արժանի են եւ մարդիկ, ովքեր որ կապ չունեն այս արվեստի հետ, պարզապես ունեն շատ հետևորդներ, հանկարծակի հայտնվում են այնտեղում, որտեղ որ իրենք պետք է լինեին։ Իրենք այնտեղ են, որտեղ պետք է լինեն։ Ցանկացած մարդ այնտեղ է, որտեղ ինքը պետքա լինի, ընդհանրապես կյանքը անարդար է։ Այսինքն ինչ փնտրում են անարդարություն, ասում եք վաստակավոր արտիստներ, ես չգիտեմ ում մասին եք խոսում, բայց որ ասում եք եւ գիտեք։ Այստեղ նստած շատերն են խոսել այդ մասին, որ որոշակի առումով նաև վիրավորական է, երբ նույն տաղավարում են, նույն նկարահանման հրապարակում են եւ այդ մեծամտություն է ինձ թվում։ Դա մեծամտություն է, որտեղ եթե քեզ դուր չի գալիս, որ ինչ-որ մեկը
զբաղվում է ոչ իր մասնագիտությամբ, դու ուղղակի իրեն մինայի, դու ուղղակի կարող ես ալիքը փոխել, դու ուղղակի կարող ես այդ պրոյեկտում չնկարվել։ Հիմա ինչ ես բողոք եմ, որ սերիալներից ինչ որ մեկում նկարվում է մարդ, որ դերասանական կրթություն չունի, իսկ ես ունեմ, այնտեղ չեմ նկարվում, ես ունեմ, զբաղվում եմ ուրիշ գործով, զբաղվում եմ իմ թատրոնով։ Կանչում եմ, գնում եմ, նկարվում եմ ու նկարվում եմ հնարավոր է նաև մարդկանց հետ, ովքեր բլոգեր են աշխատում այդ մասնագիտության մեջ։ Դա ընդհանրապես չի խանգարում, ամեն մարդ այնտեղում է, որտեղ պետքա լինի։ Ժամանակի ընթացքում հնարավոր է իրանք դուրս գան, իսկ հնարավոր է իրանք հասնեն ավելի մեծ բարձունքների, իսկ ես ընդհանրապես այդ ասպարեզից դուրս գամ։ Իսկ կյանքը անարդարություն է, չի կարելի նստել բողոքել, պետք է պայքարել, հասնել այնտեղ, որտեղ որ ուզում ես։ Հետաքրքիր է, իսկ դուք հասել եք այն կետին, որին որ ցանկանում եք որպես դերասան։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Անընդհատ ամեն օր աշխատում եմ, որ մի քայլ ավելի առաջ գնամ, մի քայլ ավելի վերև գնամ։ Օրինակ, եթե ինձ մի տարի առաջ կանչում էին հարցազրույցների, ես վախենում էի գնայի հարցազրույցի, բան ասում էի, չէ, դե լավ, դե գնամ, ինչ պետքա պատմեմ, ես որ եկա հարցրեցի, չէ, ես շատ անհայտ չեմ, որ կանչել եք ինձ այստեղ, այդ վախերը բանը։ Հիմա փորձում եմ դրանք հաղթահարեմ իմ մեջ այդ ամեն ինչ, այսինքն աշխատանք է այդ ամեն ինչը։ Ու ընդհանրապես բողոքելու, նստել բողոքել, հա ինչ, նստեմ բողոքեմ, որ ինչ որ մեկը ինձանից ավելի հայտնի է, ինչի համար, եթե կարելի է ժամանակը ծախսել աշխատելու վրա ու դու էլ դառնաս հայտնի։ Ձեր ներգրավվածությունը սերիալներում կարծես թե չենք տեսնում։ Ինչով է դա պայմանավորված։ Չկան առաջարկներ, թե պարզապես դուք թատրոնի դերասան եք։ Չգիտեմ, բոլորն էլ իմ ընկերներն են, եթե լինում են առաջարկներ, սիրով ընդունում եմ, բան հիմա սպասում ենք ուրիշ առաջարկի, PUBG sitcom-ում նկարվեցինք, այսինքն process է, որը անընդհատ աշխատանքի մեջ է։ Հիմա եթե ես ինչ-որ մեկի հետ ծանոթ եմ դերասաններից, պարտադիր չի, որ ինքը ինձ կանչի այդ պրոյեկտում, իրանք էլ նստում են, casting են անում, ընտրում են, ու մենակ այն չի, որ իրանք մտածում են այ անպայման կանչենք բաների թատերական կրթություն ունեցող մարդկանց։ Մարդիկ Հոլիվուդը casting է անում դրսից տարանցինոն, չգիտեմ, բարից մարդը հրավիրում, ասում է փորձի, դες կարողանաս խաղալ։ Այսինքն չկա այդտեղ ոչ մի բան չկա, որից արժի վրդովվել։ Այսինքն ձեր խոսքից կարող եմ եզրակացնել, որ թատերական ինստիտուտում ոչ թե չեն տալիս այնպիսի գործիքներ, որոնք հետո դերասանը պետք է կիրառի, այլ հնարավոր է նաև թատերական ինստիտուտը շրջանցել եւ որպես շնոր օգտագործել այդ դերասանությունն ու կերտել շատ ավելի լավ կերպարներ, քան օրինակ ավարտած։ Իհարկե, թատերական ինստիտուտը ավարտելը պլյուս է։ Միանշանակ պլյուս է, դրանում կասկած չկա։ Ես ունեմ նույնիսկ ընկերներ, ովքեր չեն ավարտել թատերական ինստիտուտը, զբաղվում են դերասանությամբ, բայց հիմա գնացել են ընդունվել են թատերական ինստիտուտ, որ սովորեն այդ մասնագիտական կրթությունը ստանան, հա։ Բայց իրանք, եթե պատմեմ ինչքան են աշխատում, ավելի շատ, քան թատերական ինստիտուտում, օրինակ, ավարտած ու որ նստում ասում են, մեզ ոչ միտեղ չեն կանչում։ Մեր ասպարեզը կոմունիկացիայի ասպարեզ է։ Այսինքն, եթե դու լեզու չես գտնում այն մարդու հետ, այն մարդու հետ, այն մյուսի, դու կմնաս նույն տեղում կանգնած։ Ինչպես եք ընտրել հենց Բոհեմ թատրոնը, թե թատրոնն է ընտրել ձեզ։ Թատրոնն է եւ ընտրել ինձ, որտեվ ես թատերականում սովորում էի Նարեկ Դուրյանի կուրսում, ու հետո հենց այդ ժամանակահատվածում, երբ որ մենք 4-րդ կուրս էինք, Նարեկ Դուրյանը բացեց արդեն Բոհեմ թատրոնի շենքը։ Ու մենք այսօր երջանկություն ունեցանք հենց այդ բեմի վրա նույնիսկ մեր դիպլոմային աշխատանքը պաշտպանելու, մեր գրած ներկայացումով, ու այդպես մնացինք թատրոնում։ Իսկ կա դեր, որ հրաժարվել եք։ Հրաժարվել եմ Բոհեմ թատրոնում։ Չէ, առհասարակ։ Առհասարակ ու կան, նստումական։ Բայց այնպես որ ասեմ, ինչ որ հայտնի, շատ հայտնի, հետո այդ դերը հիմա ինչ որ բանալել, հա։ Չէ, այդպիսի դերեր չկան, որ դուք իմանաք, օրինակ դրանից հրաժարվել եմ։ Շատ դերասաններ իրենց առաջ ունեն տաբուներ, սահմաններ, որոնք երբեք չեն անցնի։ Հետաքրքիր է ձեր դեպքում ինչպես է։ Այս ճանապարհին դուք ինքներդ ձեր արժև դրել եք ինչ-որ սահմաններ, որ չեք անցնի։ Սահմանները երևի թե դնում են այն ժամանակ, երբ որ պատճառ է լինում։ Ինձ մոտ դեռ որ տես պատճառ չի եղել, այսինքն ինձ չեն առաջարկել մի բան, որ ես ասում չեմ անելու։
Երևի թե որ կառաջարկեն, կզգամ այդ ժամանակ կասեմ, բայց հիմա չունեմ ինչ որ տենց ինչ որ մի բան հիմա հա կարող է ասում եք մտածում եմ հա կան բաներ, որոնք երբեք չեմ անի, բայց այդ ընդհանրապես հիմա ասելու էլ չի։ Իսկ չեն էլ առաջարկի տենց։ Ինչու՞։ Տենց դերեր չեն էլ առաջարկի։ Եվ Հոլիվուդից կարող առաջարկեն մի օր։ Չէ, Հոլիվուդից չէ, Հայաստանում շատ դեպքերում են նկարահանվում սերիալներ եւ շատ դերասաններ էլ հոստովանում են, որ այդ սերիալներում օրինակ բաց տեսարանով առաջարկները լինում են զուտ նրա համար, որ սերիալի ռեյտինգը պարզապես բարձր լինի, վարկանիշը բարձր լինի եւ վերջ։ Էդ էլ միշտ գիտեք, այդ հիմնականում կանանց են այդ հարցը տալիս։ Տղամարդկանց շատ տղամարդիկ դերասաններ կան, որ օրինակ ասում են, այո, ես ունեմ տաբու եւ չեմ նկարահանվի X տեսարանում, որովհետեւ ես հասկանում եմ, որ ինձ օգտագործում են այդ X տեսարանի համար։ Դա եմ ասում։ Ասեք, իմ կինն էլ դերասանուհի է ու մեր տանն էլ լինում է այդ խոսակցությունները, որ ասում է, դա պարկազը կլինի, ասում է, այնա եթե սենց դեր առաջարկեն, այդ ոնց է հիմա նայ մասնագիտությունը ստացել ես, ման ասում եմ, ով է առաջարկում։ Ինչի համար առաջարկում։ Այդ ամեն ինչը շատ մեծ հարցեր են, այսինքն ուղղակի գնալ ինչ որ նկարվել մի հատ սիթքոմում, որ շատ հանգիստ կարելի այդ տեսարանը ուղղակի անցնել կամ ուրիշ ձև նկարել, ուրիշ ձև բեմադրել, բայց ստիպում են որ այդ անել, իհարկե ոչ։ Բայց եթե նկարվում ես, չգիտեմ, նույն սիթքոմում, որը ուրիշ հաջողություններ ունի, ուրիշ հարթությունների վրա է ու պետք է դա անել, այդ ժամանակ արդեն արժի մտածել ինչքանով է պետք դա անել։ Իսկ կնոջ դեպքում նույնը կնոջ դեպքում։ Շատ առողջ չեք մտածում այդ առումով։ Մամուլակի միացրած է տեսա։ Հա, կինը դիտում է հիմա մեզ, այդ պատճառով դուք այդպես եք պատասխանում, շատ լավ։ Ուզում եմ մի փոքր անցում կատարենք ձեր անձնական կյանքի մասին, եթե խոսեցինք արդեն։ Դուք ծանոթացել եք արդեն կայացած դերասաններ։ Կայացած դերասան չի լինում։ Նկատի ունեմ դուք թատրոնում եք ծանոթացել, ոչ թե թատրոնից առաջ ինստիտուտում։ Ծանոթացել, հենց իրանք ուրիշ պրոյեկտով վարձակալել էին մեր թատրոնը ու մանկական ներկայացում էին խաղում, որտեղ կինս խաղում էր էլֆ։ Ու այդտեղ դա նշում տպավորվել է։ Ասեմ, որովհետև ես մինչև հիմա իրան ասում եմ էլֆ։ Հա։ Անունը մոռացել եմ ինչա չեմ հիշում։ Նվարդ։ Նվարդ, ճիշտ է։ Նվարդին ասում եմ էլֆ։ Ինչպես եղավ առաջին հանդիպումը էլֆի հետ։ Հենց այդտեղ բեմի վրա, երբ որ իրանք փորձ էին անում, ես այդտեղ էի, նայում էի, ու ինքը շատ ակտիվ ներս էր մտնում, հանդիսատեսներ բարևում, բան շատ ակտիվ խաղում էր, բան, ու այդտեղ ոնց որ sense ձին եղավ, ու սիրահարվեցի ու այդպես շարունակեցինք մինչև այսօր։ Դժվար է նույն մասնագիտությամբ լինել նույն ընտանիքում։ Նայեք, քանի որ ինքը ավելի դրամատիկ կերպար է, իսկ ես ավելի մի քիչ կոմեդիայի մեջ եմ, հումորի մեջ եմ, մեզ համար դժվարություն, հիմա չեմ կարող խոսել մյուսների համար, դրա համար խոսում եմ մեր համար։ Մեզ համար դժվարությունը շատ չի, որովհետև լրացնում ենք իրար։ Այսինքն, երբ որ տեղեր ենք լինում, որտեղ պետքա լրջանալ, ինքը խփում է մենք լրջանում ենք, տեղեր ենք լինում, երբ որ պետքա դուրս գալ, բացվել, հումորներ անել, ես եմ իրան խփում, ինքն է սկսում շարժվել բան։ Այսինքն մենք իրար լրացնում ենք անընդհատ։ Չնայած լինում են դեպքեր, որ օրինակ որ հասկանաք ինչքան դրամատիկ է ինքը, մի օր մեր ընկերներից մեկը զանգում է ինձ, ասում է ինչ ա եղել։ Ասում եմ ինչ ա եղել, ասում եմ նվարդի հետ նորմալ ա մենք, ասում եմ հա ինչ ա եղել, ասում եմ ուր է, ասում եմ կողքս։ Ասում եմ ինչ անում, ասում եմ ավոկադո է ուտում։ Շատ ուրախ երբ ավոկադո ուտում։ Ասում եմ տեսել ես ինչ ա գրել։ Ասում եմ չէ, սպասի, հեսա նա։ Նայում Instagram-ում նկար ա գցել, շատ տխուր, բան ու տակը մահվան տեսի, բան ինչ-որ sense բաներ ա գրել։ Ասում եմ նվարդ ոնց դու ես իրավիճակում, երբ որ sense նստած ենք, ինչ-որ կինո ենք նայում, ասում ենք, խոսում ենք, դու ինչ-որ բան ես ուտում, երբ հասցրեցիր տխրես, մտնես այդ գրես ու դուրս գաս այդ ամեն ինչից էլի։ Դրա համար ավելի շատ հետաքրքիր է, ավելի իրար լրացնում ենք։ Իրականում, այո, պլյուս մինուս իրավիճակն է։ Գտել ենք էլի իրար։
Ինչ այս հարցը տվեցի, որովհետև էլի հիշելով այլ կարծիքներ, դերասաններից մեկը այստեղ նստած ինքը լինելով դերասան, ունենալով բազմաթիվ գործընկերներ, եթերում խոստովանեց, որ երբեք իր կինը չի լինի դերասանական ոլորտից, ինչը իհարկե իմ զարմանքը առաջացրեց եւ հետագայում նաեւ քննարկումների ալիք բարձրացրեց բոլոր այն գոլեգաների կողմից, ովքեր որ դերասաններ էին։ Դուք լինելով դերասան, հետաքրքիր է ձեր տեսակետը այս առումով։ Ես չեմ ուզում անուն նշել, ուղղակի երևույթը։ Նայեք, ուրեմն նախ ցանկացած մարդու կարծիք ընդամենը եւս մի կարծիք է, ընդամենը իմ կարծիքն էլ, ձեր կարծիքն էլ, տղաների կարծիքն էլ, ընդամենը եւս մեկ կարծիք է եւ ցանկացած մարդ իրավունք ունի իր կարծիքը արտահայտել։ Եվ միշտ այդպես է եղել, ցանկացած մարդ իր կարծիքը արտահայտել է, հիմա ուղղակի տեսակցիկները շատ են, այդ կարծիքը տարածվում է, դառնում է հանրության քննարկման առիթ։ Բայց ես կոնկրետ այդպես չեմ մտածում։ Ես մտածում եմ, որ մեր մասնագիտությունը շատ լավ մասնագիտություն է, մեր մասնագիտության կանայք շատ լավն են ու իրանցից ընդհանրապես պետք չի խուսափել, պատճառ չկա նույնիսկ իրանցից խուսափել։ Ես կասեի ավելի թափանցիկ է եւ ավելի բաց են, հա, անկեղծ։ Կան այն ինչ կա։ Կարծրատիպը դրանից է երևի, որովհետեւ երևի թե մեր մասնագիտության մարդիկ, քանի որ անընդհատ էկրաններին են եւ այլն ու անընդհատ իրենք շատ բաց խոսում են, պատմում են, դրա համար է եւի ձևավորվել այդ ամեն ինչը, բայց ես այդ կարծիքդ ընդհանրապես համաձայն չեմ։ Եղել է ինչ-որ պահ, որ որոշել եք, որ թողնել ամեն ինչ։ Դեռ ոչ, բայց մեծ սերունդի դերասաններից շատ եմ լսել, որ գալու է այդ պահը, որ ուզում ես թողես, հանգստանաս, վառվում, այսինքն ներսդ ամեն ինչ վառվում է, մարում է ու գնում է։ Դեռ իմ մոտ չի պատահել, բայց վստահ եմ կգա։ Վստահ եմ գալու է այդ պահը։ Ամեն անգամ բեմ բարձրանալուց հետո ձեր ներկայացումները մեկը մյուսի հետևից հետաքրքիր են, որքանով որ հետևել եմ, հասցրել եմ հետևել, ամեն անգամ կերպարը կերտելուց հետո, ամեն անգամ հանդիսատեսի աչքերին նայելուց հետո, ինչ զգացողություններ եք ունենում։ Նախ ասեմ, որ միջև բեմ բարձրանալը նախաինֆարկտային զգացողություններ ենք ունենում, այդ կարծեմ դաժե բժշկական ապացուցված է, որ դերասանը բեմ բարձրանալուց առաջ նախանշաններ է ունենում։ Իսկ բեմից դուրս գալուց ուղղակի թուլանում ես, ուղղակի մոտապես եւ մոտ 30 րոպե, 1 ժամ դատարկվում ես։ Այսինքն ուղղակի դատարկ ես դու։ Այսինքն կարող հարցտան չլսես, չհասկանաս ինչ են հարցնում։ Այդ շատ հետաքրքիր բան է։ Հիմա չգիտեմ, բառերով չկարողանամ նկարագրել, բայց ոչ մեկ չի հասկանա այդ ինչ է, եթե բեմից ծափարություններից հետո ուղղակի դուրս չեկել ու նստել։ Այդ մի հատ ուրիշ աշխարհ է։ Շատ դեպքերում իրականում ճիշտ եք ասում, չեք կարող բացատրել եւ միգուցե հակառակ կողմը չի էլ կարող հասկանալ, որովհետեւ ինձ մոտ համենայն դեպս եղել է, երբ ավելի տարեց դերասանուհիներից մեկը այստեղ նստած խոսում էր թատրոնի մասին եւ որքան կարոտած էր այդ թատրոնի բարակույրների փակվելուն, որովհետեւ իր արչեւ փակվել էին դռները եւ այլն, երբ ինքը սկսեց արտասվել այդ արտահայտությունն անելուց հետո եւ ինքը խեղդվում էր։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ։ Չեմ կարող բացատրել։ Անկեղծ չեմ կարող բացատրել։ Այն լինում է, որ օրվա մեջ ֆիզիկականով փորձեմ բացատրեմ, հա, ֆիզիկական աշխատանք ես անում, բան ու հետո այս ձեռդ ոնց որ դատարկ լինի, որ չես զգում, մկանները չես զգում։ Այդպես հոգեվիճակը դա ամբողջ։ Դու բեմից դուրս ես գալիս ու ուղղակի չկա հոգում այդ մտքիդ մեջ ոչ մի բան գոյություն չունի ուղղակի։ Դերման դուք ձեր հումորային տեսանյութերը տեղափոխեցիք Instagram-յան հարթակ եւ արդեն բոլոր այն մարդիկ, ովքեր օրինակ չեն այցելում թատրոն, հաստատ Թելմանին գոնե տեսնում են իրենց տանը Instagram-ը թերթելիս։ Դա ինչպես եղավ, ինչպես որոշեցիք, որ բլոգերությունը, այսպես ասած, պետք է։ Նայեք, ուրեմն այդ որ ասում էի մի քանի տարի առաջ, օրինակ ես եթե լինեի կանչում էին, չէի գրում բանման, նույնը այդ ժամանակ էր, երբ որ
իմ ընկերները բան ինչ որ վիզիոներ էին զայնագրում, բան էին անում, բան ես ասում եի դե լավ դե այդ կան մարդը նայում, բան անում, բայց էլի հասկացա որ չէ, հարթակա։ Այսինքն ինչա պատկերացնում եք Քոնան Դոյլը մտածեր որ թերթում չպետք է տպագրի Շերլոկը ասի, դե լավ դե կան մարդա վերցնում, կարդում է, բան անում, ես գիրք մենակ կգրեմ, բան։ Հասկանում եք, հարթակա, որտեղից պետքա օգտվել։ Այ դրա համար ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր այսօր այդ երիտասարդությանը անուն են դնում, ասում են, գնում է վիդեոյա նկարում, հարթակա մարդիկ օգտվում են այդ հարթակից, վերջ։ Ձեր ժամանակ եղել են թերթեր, դուք թերթերում ու եղել է թերթերում հումորային բաժին։ Գրել եք ձեր հումորները թերթերում։ Եղել է ինֆորմատիկ բաժին գրել եք այդ ամեն ինչ։ Հիմա այդ ամեն ինչը տեղափոխվել է այդտեղ, այդ կապույտ էկրանին ու մենք դրանից օգտվում ենք, մենք էլ այդտեղ ենք անում այդ ամեն ինչը։ Եվ իրականում դա շատ բարդ աշխատանք է։ Եթե հանուն արդարության պետք է չգիտեմ ինչ մանավանդ հիմա ես պրոֆեսիոնալ չեմ զբաղվում այդ ամեն ինչով, բայց մարդիկ կան, որ պրոֆեսիոնալ ամբողջ օրը դրա մեջ են, հասկանում եք, այդ մարդկանց գովազների պատվերներ է գալիս, իրանք նստում են, եւ բավականին լուրջ արժեքներով մտածում են, գրում են, դու ո՞նց կարող ես ասել ուղղակի, դե ինչ անում, ինչ է, մի քիչ ծանր բաներ արեք, չգիտեմ։ Ես իհարկե հասկանում եմ դուք ում եք մեջբերում եւ առհասարակ ինչի մասին է խոսքը, ես որպես այս սերնդի ներկայացուցիչ շատ adekvat եմ նայում դրան, որովհետեւ գալիս է ինչ-որ մի պահ, որ մարդ ուզում է փոխել իր մասնագիտությունը եւ վերջի ոչ բոլոր բլոգերներն են, որ մասնագիտություն չունեն կամ չգիտեմ խելք չունեն, շատերը նրանցից այդ սցենարները գրելուց արդեն պարզ է դառնում, որ բավականին սուրմիտ, բավականին մեծ հումորի ի վերջո եթե այդ մարդու դիտումները 2 միլիոն, 3 միլիոն հասնում, այսինքն ինչ 3 միլիոն մարդ հիմարա չի հասկանում նայում այդ ամեն ինչը, չէ, ուրեմն կարիքը կա այդ հումորի, ուրեմն մարդը կարիք ունի նստի թերթի նայի ծիծաղա բանանի ցրվի այդ ամեն ինչից, ուրեմն կա կարիք կա դրա որ անում։ Իհարկե կարիք կա, որովհետև այսօր շատ հեշտ է լացացնելը մարդկանց, եւ շատ դժվար է ծիծաղեցնելը։ Այդ ամեն ինչը իրականում շատ լուրջ ամենօրյա աշխատանք է ու ես էլ հարթակեր, ես էլ փորձեցի որ այսպես ասեմ, մի քիչ ճանաչում բերեմ եւ այլն, որովհետեւ ի վերջո այդ 1 միլիոնից 10 հոգին եթե գա թատրոն արդեն դա արդեն հաղթանակ է։ Այո։ Եվ եթե համեմատականներ անցկացնենք տարիներ առաջվա հետ, այսօր թատրոն կարծես թե ավելի շատ են հաճախում, կարծես թե ավելի երիտասարդ սերունդն է ձգտում գնալ թատրոն։ Հա, լրիվ համաձայն եմ, տենդենսը կա, դրա համար էլ այսքան մեր ընկերներ ներկայացումներ են անում, առաջ ավելի քիչ էր օրինակ կոմերցիոն ներկայացում կոչված է, այսինքն որ պետական թատրոններից դուրս ինչ որ մեկը խումբ էր հավաքում, բեմադրություն էր անում, գնում էր դալիճ էր վարձում ու ներկայացում էր խաղում, հիմա ավելի շատ են, հիմա ավելի տարածված է այդ ամեն ինչը ու հանդիսատեսը գնում է, բոլորն էլ իրենց հանդիսատեսը ունեն։ Եվ այդ շատ ուրախացնող է, շատ։ Ու դրանից արդեն այսեք գալիս է կոնկուրենցիան, որ ով ավելի լավ բան կանի, որտեվ հանդիսատեսը հիմար չի, հանդիսատեսը գալիս է, նայում է, հիմա կա 10 ներկայացում, նայում է, ընտրում է իր հավանածը, գնում է այդ ներկայացմանը, հասկանում եք, այդ ամեն ինչը շատ լավ է, շուկան մեծանում է, շատանում է, նույն այդ ռիլերը հնարավորություն կա, դուրը չի գալի թերթի, դուրը չի գալի գնա, այն մեկին նայ, այն մեկը հաստատ կգտնես այն ինչ որ քեզ դուր է գալու։ Հաստատ կգտնես։ Եվ այդ մրցակցությունն էլ բնականաբար բերում է որակի։ Նրան որ ավելի լավ բան անեն։ Իսկ եթե խոսենք ձեր տեսանյութերի գովազդային կողմի մասին, իրականում արդեն հասել եք այն կետին, որ դուք եւս դառնաք շատ ապրանքանիշների համար լավ գովազդ անող բլոգեր։ Դեռ համ առաջարկներն են քիչ, համ էլ պես չի որ գովազներում նկարվել են, բայց ավելի պրոֆեսիոնալ գովազներ են, էլի, այսինքն բլոգինգի ոճով չի այդ գովազները։ Դեռ անկեղծ չեմ փորձել, չգիտեմ։ Իսկ ինչ չեք գովազդի երբեք։ Ինչ չեմ գովազդի։ Կանացի հիգիենայի պարագաներ չեմ գովազդի։ Խոսքը ծխախոտի, խաղադրույքների եւ այլ նմանատիպ թեմայի մասին համենայն դեպս ես նստել այստեղ ասել
Դա սկզբունքային լինելու առումով եմ ասում։ Շատ հեշտ է նստել այստեղ ասել, գիտեք ինչ կա, ես երբեք խաղադրույքի գովազդներով չեմ զբաղվի, դա չի լինի։ Հիմա ես այդ ասելուց հիմա ինչ որ ամերիկյան խաղադրույքների մի ընկերություն մտնի, այսպես 10 միլիոն դոլարը դնի դիմացս, ասի դե նկարվի, ձեր կարծիքով ինչ է կատարվելու այդտեղ։ Զանգահարելու եք ինձ, որ ջնջենք այս տեսանյութը։ Տելման դերասանի կյանքում լինում են դերեր, որոնք ավելի շատ են, այսպես ասած, գտնում հոգուն։ Ձեր դեպքում ինչպես է, կա կերպար, որը ամենահոգեհարազատն է։ Հա, մենք իրացինք շենքում իրավիճակը փոխվել ներկայացումը, չգիտեմ տեսել եք թե չէ, արդեն 7-8 տարի խաղում ենք։ Ու այնտեղ հենց մենք ենք գրել, այսինքն Նարեկ Դուրյանի գլխավորությամբ այդ պիեսը 0-ից գրել ենք, հավաքել ենք ու երևի թե մեր առաջին այդպես գործներ, որ ընկերական staff-ով ենք թիմով արեցինք, հետո մենք էինք արել, մենք էինք խաղում, այսինքն կողքից շատ քիչ են երկու հայտնի մարդկար, Անդոն ու Տոման էին խաղում մեր հետ։ Ու այդ դերն է, որ այսպես ասեմ, այդ դերով էր, որ ես զգացել եմ, որ հանդիսատեսս այս սիրեց ինձ։ Ու դրա համար այդ դերից այսպես կարճացեմ, այնտեղ կիսա հարբեցողի դեր էի խաղում ու Շերոժ էր անունը։ Իմիջիալից ապրիլի 26-ին Նարեկ Դուրյանի ծննդյան օրը ունենք սիրով հրավիրումը։ Դուք վերջերս հայրիկ եք դարձել։ Այո։ Ուզում եմ իմանալ, թե ինչպիսին է Թելմանը տանը, որպես հայր։ Վայ, այնքան լավ հայր եմ։ Հիշում եք, որ կինը նայում էր։ Այդ հատվածը հիշում եք, չենք մոռանում։ Վայ, չգիտեմ այդ ինչ է այդ էմոցիաները, քանի որ դեռ մի ամիս է անցել, չեմ հասկացել։ Ու ինձ ավելի ապշեցնում է ոչ թե այն, որ այ ով է հայրը, ինչ է հայր, որ ասում են, այդ մայր լինելը, այդ ոնց է կնոջը փոխում, այդ չգիտեմ, մի հատ ինչ որ աստվածային բան է մայրությունը, այդ ամեն ինչը, չգիտեմ, այդ երևի թե երբ որ մտքերովս հավաքվեմ, դրա համար պետքա գրեմ եւ հումորային բնականաբար կգրեմ։ Բայց շատ լավ է, որ գնահատում եք, որովհետեւ յուրաքանչյուր տղամարդ դա չի տեսնում։ Վստահաբար ասում եմ։ Շատ քչերն են, որ դա տեսնում են եւ ոչ թե տեսնում են, տեսնում են եւ հասկանում եւ ինչ որոշակի առումով նաեւ գնահատում։ Չգիտեմ դա ոնց կարելի է չտեսնել։ Իրոք չգիտեմ դա ոնց կարելի է չտեսնել։ Ես չգիտեմ, ինքը հասկանում եք, ինքը այդ 9 ամիսների ընթացքում իմ աչքի առաջ մայր դառավ։ Մայր, ինքը դառավ մայր։ Հասկանում եք, ինքը երեխայի համար այդ բնազդների մակարդակի վրա է եւ արդեն գնում էլի, ոչ թե մտքի, ինքը արդեն գիտի ոնց օրորի, ինքը գիտի ոնց պահի երեխային, որ չլացի։ Այդպես է լինում։ Այդ ամեն ինչը գիտի, հասկանում եք, չգիտեմ այդ ինչ է, այդ մարդուս չի, այդ վերևից գալիս է, հաստատ վերևից է գալիս, այդ մարդը չի, բացարձակ գաղափար չունես, թե ինչպես երեխա պետք է պահես կամ լողացնես կամ անգամ կերակրես, ու երեխան ծնվում է ինքը ամեն ինչ գիտի։ Ինքնաբերաբար լինում է, այո։ Ես չգիտեմ այդ, իմ ջալս մի հատ բան ասեմ, ինֆորմացիա, որ նոր եմ իմացել, չգիտեմ, դու գիտեք այդ որ երեխային օրորում են, գիտեք այդ ինչի ձայնն է։ Այո, երբ երեխան 9 ամիս փորում է լինում, այդ ձայնը լսում է։ Արյան շրջանառության ձայնն է, մի խոսքով աստվածային բան է հաստատ։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Անկեղծ հենց հիմա ասում եմ, այս թեմայից էլ խոսացինք, մայրը։ Լուրջ, ես հիմա երևի շատ եմ այդ տպավորությունների մեջ, երևի իմ համար նոր է դա, երևի անհասկանալի է, դեռ իմ մտքերով էլ չեմ հավաքվել, բան, բայց հիմա ես որ երեխան ձեռքը կին եմ տեսնում, բան իմ համար այդ ամեն ինչը, չգիտեմ, ինքը անձեռնամխելի է, ինքը ինչ ասի այդ պահին կանեմ։ Հասկանում եք, ու ես այդպես սկսել եմ վերաբերվել իմ ընկերների կանանցել, իմ մամային, ես արդեն չգիտեմ, ինչ ասեն կանեմ, всё։ Դա բացառիկ պատասխան էր, որևէ մեկը այս պատասխանը չէր տվել բացարձակ արժեքը նկարագրելիս։ Ասում եմ, եւ տպավորությունների տակ եմ, չգիտեմ, Իրականում մտածելու տեղիք տվեց։ Մայրն է։
Շնորհակալ եմ գալու Շնորհակալ եմ համար։ ձեզ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույց ապահովելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։